ասում եք, որ Մասնագիտական հարցեր պատասխանել մասնագիտական հարց է ստեղծել։ Հոսանքազրկում կա սա։ Ժամանակներ հոսանքազրկումներ եղել են, ինչի հիշեցիք, որ այսօր Հիմա դուք ասում եք, որ մի իրավավոր եք հեծը։ Ներողություն բանավեճի մի վերացեք։ Ձեր հարցի պատասխանը էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ process-ը 24 ժամ եւ տեխնիկական իմաստով սենսացիա չկա, որ որևէ տեղ վթարը տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք եւ դուք վստահ եղեք, որ որևէ տեղ, եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական, ինժեներական բոլոր ստորաբաժանումներին, մասնագիտական հերթապահ խմբերին, այդ թվում նաեւ 24 ժամը ռեժիմում ինձ են տեղյակ պահում, որից հետո անմիջապես գործի են անցնում վթարավերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումները։ Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ ժամերի ընթացքում կվերականգնեմ։ Եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում եմ մեր բնակչության վարժողների ասում եք սենսացիա չէ հոսանքազրկումները, երբ որ հեծի կառավարման ժամանակ հեծը տաշիր ընկերությունների խմբի սեփականությանն են եւ իրենց կառավարման ներքո են, արդյոք իշխանությունը չէր թիրախավորում այդ հոսանքազրկումները եւ սենսացիաները։ Ոչ չէր թիրախավորում։ Դուք որպես լրագրող երբևէ հոսանքազրկումների մասին այս 25 թվականի հուլիսի 18-ից առաջ որևէ ռեպորտաժ արել եք, չեք արել։ Մասիս համայնքում բարբերաբար հոսանքազրկումներ։ Ես խնդրում եմ ինձ ուղարկեք։ Դուք ինչ ռեպորտաժ եք արել, ես հանրայնորեն ներողություն կտամ։ Եթե դուք նման կերպ լուսաբանեք հոսանքազրկումները։ Պարոն Պետրոսյան, անդրադառնալով այսօրվան, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ եւ այսպես ասած աղմկահարույց հայտարարություն արեց, մասնավորապես նշելով, որ եկեղեցին ու պետությունը այլևս միասին են, բայց ըստ մեր աղմկահարույց հայտարարություն է դա։ Դա այո, որտեղ ըստ մեր սահմանադրության եկեղեցին եւ պետությունը անջատ են իրարից, իրենք չեն կարող միասին գործել։ Ես խնդրում եմ չխեղաթրել վարչապետի ասածը։ Ներողություն թե ընդհատեցի շարունակեմ։ Ինչով եմ խեղաթյուրում, Նիկոլ Փաշինյանի խոսքերն եմ ցիտում։ Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց եկեղեցին չպիտի գործի պետության ու պետականության դեմ։ Վարչապետի ասածը դա էր, որ այսօր եկեղեցին որպես ինստիտուտ եւ պետությունը, պետականությունը որպես հասարակության ձևավորման բարձրագույն դարձյալի սիրույթ, այսպես ասեմ, այսուհետ երբևէ չպիտի գործեն առանձին եւ չպիտի եկեղեցին գործի պետության դեմ։ Խոսքը դրա մասին էր, որ միակամ են պետության ու պետականության կայացման գործը։ Այո, եկեղեցին պիտի լինի միակամ պետության հետ, որովհետեւ մեր անվտանգությունը, մեր ժողովրդի բարեկեցությունը, խաղաղ արարման հնարավորությունը երաշխավորում է ուժեղ պետությունը եւ եկեղեցին չպիտի դրա ճանապարհին կանգնի կամ որևէ կերպ խոչընդոտի կամ գործիք դառնա այլ պետությունների կամ այլ ուժի կենտրոնների ձեռքում ընդդեմ մեր ինքնիշխանության եւ սովերենության։ Արքեպիսկոպոս Կճոյանի, ներողություն Անուշավան եպիսկոպոս Ժանկոչյանի եւ մյուս սրբազանների հետ դուք Վազգեն Միրզախանյանի հետ դուք պատկերացնում եք այդ ճանապարհը, պարոն Պետրոսյան։ Ես չեմ մեկնաբանում որևէ մեկի։ Ես ինքս եկեղեցական գործերից գիտելիքներ որպես այդպեսին չեմ ասում, չեմ հասկանում, բայց ես չեմ ուզում մեկնաբանեմ ու առհասարակ ինքս հանրային քաղաքական գործիչ լինելով ունեմ իմ պատասխանատվության այս պահին դաշտը այստեղ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եկել։ Բայց սա քաղաքական ակցիա չէ։ Այո, սա քաղաքական թիմի անդամ։ Մի րոպե, քաղաքական թիմի անդամները որ որևէ տեղ են գնում կամ որևէ ակցիա են կայացնում, անպայման քաղաքական ակցիա լինի։ Դե հիմա բնորոշում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականությամբ միջամտում է եկել։ Այդ բնորոշմանը ես համաձայն չեմ։ Հիմա խնդրում եմ թույլ տվեք գնամ աշխատանքի իմ պարտականությունը կատարել։ Ես աշխատում եմ, ի տարբերություն ձեզ ես աշխատում եմ։ Բայց դու չեք շարունակել աշխատել։ Էրեբունիում որ լույսերը արել է 3-4 օր, բնակիչները խնդիրներ են ունեցել եւ սննդամթերքն է փչացել եւ որոշների տեխնիկան հեծը որևէ կերպ կփոխհատուցի նրանց թե ոչ։ Ուրեմն
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարգավորում են նման դեպքերը եւ եթե պատճառները հայտնի դառնան, որ հեծի առերևույթ անգործության կամ որոշակի պատճառներ, որոնք կարելի կանխարգելելու չի կատարվել, օրենքի կարգավորման առարկա կդառնա եւ իհարկե կփոխհատուցվեն բոլոր այն բնակիչներու բաժանորդները, ովքեր որ վնասներ են կրել։ Այս պահին ես ձեզ այս պահին նաեւ հանրայնորեն տեղեկացրել ենք երկու առանձին հանձնաժողովներ ձևավորվել, մեկը տեխնիկական, էներգետիկ ոլորտի, ուրեմն մեր մասնագետների շրջանակներով եւ մյուսը անվտանգային իրավական, որպեսզի երկու անկախ միմյանցից նաեւ անկախ ներքին հետաքննություն անեն եւ ինչպես նաեւ համագործակցելով իրավապահ մարմինների հետ իրական պատճառները վերհանեն։ Իրական պատճառները վերհանելուց հետո արդեն կհանրայնացվի եւ մեր հանրությունը այդ թվում նաեւ Երևանի վարչական շրջանի մեր բնակիչները կտեղեկացվեն հետագա քայլերից։ Շնորհակալ եմ, լավ եղեք։